ԿՊ-ն չի եկել, Աստված իրանց համերաշխություն տա։ Գուցե հանուն համերաշխության Գյումրու նորընտիր ավականու առաջին նստաշրջանի երկրորդ նիստում մի փոքր ուշացումով, բայց ԿՊ խմբակցությունը Սարիկ Մինասյանի գլխավորությամբ ներկայացավ։ Ընտրվեցին քաղաքի ղեկավարի երկու տեղակալները, ներկայացված երկու թեկնածուներն էլ կոմունիստական խմբակցությունից էին։ Առաջին տեղակալը ընտրվեց Ավետիս Առաքելյանը, հաջորդ տեղակալը Գագիկ Մանուկյանն է։ ԿՊ-ն երկուսի քվեարկության դեպքում էլ ցերմպա մնաց։ Ակացիական պայմանագրի խմբակցություն ցերմպա 13։ Բայց բավարար քվե ապահովվեց 4 ուժերի կողմից։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել հատկապես ցերմպաներին։ Ավելի պարտավորեցնող է ձեր ցերմպա լինելը, ես ուրախ եմ եւ շնորհակալ եմ բոլորից վստահության համար։ Ամեն գիտելիքս, ջանքս ներդնելու եմ հանուն այս պատվաբեր պաշտոնի եւ հանուն մեր քաղաքի եւ գյումրեցիների։ Վերջիններս պետական ապարատում աշխատելու եւ կառավարելու փորձ ունեն, բայց Ղուկասյանի խոսքով անկախ այն բանից, որ առաջին տեղակալը փեսան է լինելու, միևնույնն է խստապահանջ ու հաշվետու աշխատանք է սպասվում։ Ուրեմն այնպես գիտեցեք, որ ես շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Սարիկ Մինասյանը բացառեց համագործակցությունն ու կոալիցիան կոմունիստական կուսակցության հետ։ Ես ուր կոմունիզմը ուր։ Անկախ քվեարկություններից կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի գալու մասին եւս նշեց, որ չի պատկերացնում։ Ճիշտ ասած, այդքան շատ ծանոթ չեմ, հոկտեմբերի գետ չեմ եղել։ Իսկ հաշվի առնելով այսօրվա քվեարկության արդյունքները, արդյոք այն մտքին է, որ կառավարման ճգնաժամ կլինի, պատասխանեց։ Տվյալ ձևաչափով ձևավորված իշխանությունը սկսի ճակեր տալ, երբ սկսեն բախվել արդեն անձնական եւ քաղաքական շահերը, որը ես անխուսափելի եմ համարում։ Բայց օրինակ այսօրվա քվեարկությունը այդ մասին հուշում էր, այսօրվա քվեարկությունը այդ մասին հուշում է, ճաքեր լինելու են։ Տեսեք, այսօրվա քվեարկությունները այդքան մեծ էական նշանակություն չունեցող քվեարկություններ են։ Օրակարգային 12 հարցերից էին մշտական հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ ընտրելը։ Մյուս ուժերի կողմից ներկայացված թեկնածուներին ԿՊ-ն կողմ քվեարկեց։ Ավագանների քանակով երրորդ ուժը մեր քաղաքադաշինքը ԿՊ-ի կողմից առաջադրվող թեկնածուների մասամբ կողմ քվեարկեց։ Օրինակ հանձնաժողովի նախագահների համար ցերմպա մնացին, բայց տեղակալների մասով կողմ քվեարկեցին։ Հանձնաժողովները փոքր համակարգի մեջ հանձնաժողովի նախագահ եւս դիտարկվում է տվյալ ոլորտի իշխանությունը, այսինքն կառավարիչ է, կառավարողը։ Եվ մենք շարունակելով այդ փիլիսոփայությունը, մենք ձեռնպահ ենք քվեարկել այդ երկու հանձնաժողովի նախագահների, որոնք առաջադրել էր ԿՊ-ն, բայց կողմ ենք քվեարկել մյուս հանձնաժողովի նախագահների տեղակալներին, այն դիտարկման, որ համաձայն են, որ մարդիկ աշխատեն այդ հանձնաժողովներին, այս մոտեցմամբ է եղել քվեարկությունը։ Հաջորդ նիստը կկայանա հունիսի 20-ին, բայց դեռ արտահերթ նիստ կսպասվի։ Համակարծիք է նաև իմ հզոր համայն խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ Բազմաթիվ հարցեր կան, հունիսի 20-ը շատ հեռու ժամանակահատված է, էլի կարելի է ավելի մոտ դնել ու ավելի ինտենսիվ։ Մեր քաղաքախմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն էլ առաջարկեց նիստերի մասին իրազեկումը կազմակերպել հավուր պատշաճի ու ուղիղ հեռարձակման տեսաձայնագրման տեխնիկական որակը բարելավել, ինչպես նաև քվեարկության գործընթացը տեխնիկական ու թվային դարձնելու մասին առաջարկ արեց։ Մոդելը շատ պարզ է, առաջարկում ենք ազգային ժողովի կամ Երևանի ավականու աշխատանքային քվեարկության մոդելը։ Հավելենք նաև, որ աշխատակազմի քարտուղարի պաշտոնում նշանակվել է Կարեն Մալխասյանը։ Նա եւս մասնակցում էր թիմ ընտրություններին ապրելու երկիր կուսակցությունով։ Ինք ուղղակի 5%-ը չհավաքից, ես իրան հրավիրել եմ աշխատակազմի ղեկավար, բանիմաց տղա է, խելացի անձնավորություն է։ Չնայած Գյումրու նորընտիր ավականու նիստին առաջին անգամ ներկայացել էին բոլոր քաղաքական ուժերը եւ ընտրվեցին երկու փոխքաղաքապետեր, բայց դեռ վաղ է կանխագուշակել կառավարման ճգնաժամ լինելու է թե ոչ։ Հրաց Սահակյան, այսօր։